Իդեպ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդում անիֆում բացահայտված չարաշահումների և հափշտակությունների դեպքերով հարուցված քրեական գործերով դեռևս չկա որևէ մեղադրյալ։ Հիշեցնենք, ֆոնդը ստեղծվել էր Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի որոշմամբ, իսկ 2024 թվականի օգոստոսի 29-ին նույն կառավարության որոշմամբ սկսվել էր ընկերության լուծարման գործընթացը։ Այսօր մամուլում հրապարակվեց անիֆի ձախողված ծրագրերը՝ էլ ազգային ավիափոխադրողի ծրագիր, էլ արևային կայանների կառուցման ծրագիր, տարօրինակ ներդրումներ սննդի ոլորտում եւ այլն։ Բոլոր այդ ծրագրերը այժմ կամ սնանկության եզրին են գտնվում, կամ ձախողվել են, կամ օրինակ ունեն ընդամենը մեկ աշխատող, սակայն դրանց իրագործման համար տրամադրվել էին միլիարդներ։ Ֆոնդի լուծարումից անցել է մոտ 1 տարի, չեն դադարում քննարկումները կապված անհաջող ներդրումային ծրագրերի, ոչ թափանցիկ գործարքների եւ քաղաքական վերնախավի հետ փոխկապակցված անձանց, մասնավորապես Տիգրան Ավինյանի ներգրավվածության հետ, սակայն չկան մեղադրյալներ, իսկ կլինեն արդյոք։